մի հետաքրքիր գրառում էիք գրել, ուզում եմ կարճ մեջ բերել, ուժեղները Արթուր Ավանեսյան, Ալիկ Ալեքսանյան, Հայկ Սուքիասյան եւ էլի շատերը տղեր կարոտում ենք ձեզ եւ այո կլինի Հայաստան, որտեղ քաղբանտարկյաններ չեն լինելու։ Դուք թվել եք նաեւ ուժեղները եւ անուններ եք թվել, փաստորեն ինչ է ստացվում նախընտրական շրջանում եւ հիմնականում նախընտրական շրջանում փորձեցին, այսպես ասեմ, գլխատել, հա, կարևոր այն ակտիվ անձանց հեռացնել, մեկուսացնել։ Ուզում եմ հասկանալ, Տիկին Հովսեփյան, այնուհանդերձ դա ունեցել է իր ազդեցությունը, այդ դուք ասում եք ստիպված չէինք կարողանում գնալ, հա, այդ դատական process-ների ընթացքում բակերում ներկա լինել, որովհետև այո դուք ճիշտ եք, իշխանությունը այդ հաշվարկներ արել, կազմալուծել, հա, թույլաtsնել ձեզ, կտրել քարոզարշավի ընթացքից, բայց ամեն դեպքում կարևոր անձիկ նաև այդ պահին կալանավորված էին։ Իդեպ վերջերս Նարեկ Կարապետյանը մի հարցազրույց էր տվել, որտեղ ասում էր, որ եթե չեմ սխալվում, միտքը բառացի չմեջբերեմ, բայց միտքը հետևյալն էր, որ տեղեր կային, որտեղ վստահված անձիկ անգամ չեք ունեցել, որովհետև մարդկանց տարել են, եւ դա մի քանի տասնյակ տեղերում է եղել։ Հիմա դա որքանով իսկապես անդրադարձավ, որ դուք վերլուծում եք ընտրական գործընթացների ուժեղ Հայաստանի հաջողությունների վրա որքանով է անդրադարձել։ Խնդրեմ սա փորձենք հասկանալ սա, խնդրեմ։ Նայեք, հնարավորություն չկա, այսինքն ձև չկար, որ կազմակերպչական աշխատանքների վրա անդրադարձ չունենար։ Միանշանակ դա անդրադարձել էր, որովհետև եթե ընտրությունից 1 օր առաջ գալիս են մեր գրասենյակի պատասխանատուին, տանում են 3 օր պահում են, ընտրությունները ավարտվում է, հետո բաց են թողնում, միանշանակ դա իր անդրադարձը ունենում է, որովհետև մենք ունենք հստակ կազմակերպչական թիրախներ, թե ինչպես, ով է պատասխանատուն վստահված անձը, ով որ տրեյնինգ էր անցել, որ գիտի թե այնտեղ վստահված անձի պարտականությունները, լիազորությունները, ինչ իրավունք ունի, ինչ իրավունք չունի անելու, մենք այդ ամենը կազմակերպում ենք ու վերջին օրով մենք տեսնում ենք ականատես ենք, որ այդ մարդիկ պարզապես հնարավորություն չեն ունենում գնալ ընտրություններին իրենց գործառույթները իրականացնել։ Միանշանակ դա իր ազդեցությունը թողել է ընտրությունների ընթացքի վրա, որոշակիորեն նաև արդյունքի վրա, ու գիտեք, որ նա հետաքրքիր, որ այսքան բռնաճնշումներից հետո, այսքան խոչընդոտներից հետո էլ անգամ մենք որպես նոր ձևավորվող կուսակցություն շարունակում ենք ոչ միայն ոտքի մնալ, այլ նաև տանել մեր պայքարը։ Ես իհարկե հետ հայացք ձգելով մտածում ենք ինչն ենք ճիշտ արել, ինչն ենք սխալ արել եւ այլն, բայց այդ հանգամանք ես անդադար անգամ մեր թիմում եմ հիշեցնում, որ ժողովուրդ ջան, մենք նոր ձևավորվող թիմ ենք, ում նկատմամբ աննախադեպ ճնշումներ է տեղի ունենում եւ անգամ հիմա էլ մենք շարունակում ենք մեր պայքարը, շատ բազմաթիվ տասնյակ կուսակցություններ չէին դիմանա դրան։ Եվ այստեղ հիմքը մեր առաջին հերթին մեր գաղափարն է, ինչի շուրջ մենք հավաքվել ենք, եւ երկրորդը իհարկե մեր ղեկավարությունը, իդեմս պարոն Սամվել Կարապետյանի, Նարեկ Կարապետյանի, որովհետեւ իրանք են կոնսոլիդացիոն սուբյեկտը, ում շուրջ մենք նաև հավաքվում ենք եւ ունենալով մեկ գաղափար, այն է, որ Հայաստանը պետք է ազատագրենք այս թուրք-ադրբեջանական իշխանություններից։ Մի փաստ արձանագրենք եւս եւ անցնենք առաջ, այդ թիրախավորումները կարող ենք վստահաբար ասել, որ իսկապես չեն թույլատրել, չեն հուսահատեցել շարքերին։ Այո, դուք քաղաքական դաշտ շատ-շատերը ձեզանից նորեկներ են եւ շատ հնարավոր էր, դա էլ էր մարդկային, գուցե դա հենց այդ գործոնի վրա էր նաեւ աշխատել է իշխանությունը, թիրախավորել, մարդկանց հուսահատեցնել, վախեցնել, մարդիկ էլ մանավանդ կանայք, չէ՞, այդ ընթացքում նաեւ կանայք այսպես ձերբակալվեցին, այսինքն նաեւ այդ ուժի կիրառումը հատուկ էր արվում, թիրախավորված, որպեսզի շարքերը խարխլվեն։ Դուք դարձյալ պիտի ձեր գրառումներից մեկին հենց հղում տամ, շատ լավն էր ձևակերպումը, մենք թիմ ենք, որի զգալի մասը երբևէ կուսակցություն չի եղել, մենք այս հանգամանքներում անգամ զատնի դնող չկա։ Ինձ շատ ուրախացրեց այդ ձևակերպումը, հիմա կուզեմ նաև դուք ինքներդ ասեք, հուսահատվածներ կաք, թե ոչ, թե պայքարը իսկապես հիմա ավելի այս նոր փուլում ավելի հզոր թափով է շարունակվում, որովհետև շատ գործ կա անելու։
տեսեք ընտրությունների արդյունքները իհարկե հատկապես առաջին շրջանում եւ այլն բոլորիս մոտ, բոլոր ցանկացած նորմալ հայի մոտ չեն կարող տխրություն չառաջացնել, որովհետեւ բոլորս ուրիշ բան էինք սպասում, չնայած իհարկե մտքի մեջ ունենալով, որ սա Նիկոլ Կեղծարարն է եւ կարող է բոլոր քայլերին գնալ, բայց ամեն դեպքում դա չէր նշանակում, որ պետք չէր պայքարել, պետք չէր այս պայքարի մեջ մտնել։ Եվ իհարկե այդ տխրությունը կար, ինձ մոտ կար, շատերի մոտ կար, բայց սա չի նշանակում ամենևին էլ, որ պայքարը պետք է դադարեցնել, նվազեցնել, ընդհակառակը հերթական մոտիվացիան է, որպեսզի մենք մեր պայքարը ավելի շարունակենք։ Ով է ասել, որ հայրենիքի համար պայքարը պետք է սահմանափակվի ժամանակահատվածով կամ ինչ-որ ձևաչափով։ Պայքարում ենք, քանի դեռ չենք հաղթել, եւ սա մեր կուսակցության մեջ այսպես հիմքում դրված սկզբունք է։